Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել, այնուհետև Դուշանբե։ Թրիփը մեծաթիվ հնարավորություններ է բացում երկաթուղիներից մինչև էներգետիկա, նշել է վարչապետը։ Իմ թիմը մասնակցելու է 2026 թվականի ընտրությանը, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Փաշինյանն էլ արձագանքել. «Բա բանավեճի չեք գալու, էլի փախնելու եք»։ Ընտրություններին մասնակցելու եմ իմ ղեկավարած միասնության թևեր նախաձեռնությամբ, հայտարարել է Արման Թաթոյանը։ Օնիկ Ախվերդյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար, Վահագն Արսենյանն էլ նշանակվել Վայոց ձորի մարզպետ։ Պայմանագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի, ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Արտգործնախարար Բայրամովն էլ նշել. «Ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն»։ Իսրայելը եւ Համասը հայտարարել են, որ պայմանավորվել են երկար սպասված հրադադարի եւ պատանդների գործարքի շուրջ։ Կողմերը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայնագիրը, հայտարարել է Թրամփը։ Վրաստանում թիմ ընտրություններն ուղեկցվել են բողոքի ակցիաներով։ Մասնակիցները ներխուժել են նախագահի նստավայր։ Վրացական երազանքը հավաքել է ձայների ավելի քան 70%-ը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։